Ես ակնկալում էի, որ 27-ի հետ կապած դուք պետքա ոչ թե հիշատակեք նախաքննության գաղտնիքները, ես շատ լավ գիտեմ դա ինչ բան է, իմ ամբողջ կյանքը այդ գաղտնիքների միջով անցել է, գիտակից, պաշտոնավարման ընթացքում։ Այստեղ բայց բաներ կան, որ նախաքննության գաղտնիքին չէր առնչվում։ 27-ի հետ կապված հիմնական կարևոր վկաների մեծ մասը մահացել են, շատ տարօրինակ ձևով։ Մեկուսարանում էլեկտրիկը մահանում է էլեկտրահարվելով, քերին մահանում է իրան կախելով։ Էդի Գրիգորյանը այդպես էլ այնց շատ լավ միջավայրում շարունակում է ծմադ մնալ մեկուսարանում։ Ինչ է կարծում Տիկին դատախազ, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեն, Մովսիսյանը ավտովթարից։ 12 թվականին, երբ որ ես Միացյալ Նահանգներում էի Տիգրան Պասկևիչյանի հետ եւ Հայաստանի կորսված գաղտնի մարտի 1-ի հետ կապված, պատահաբար ես տեսնում եմ Տիգրան Նազարյանին սրճարանում, պատկերացնում եք ին վիճակը։ Տիգրան Նազարյան կարևորագույն վկա, հմեկ, Տիգրան Նաղդալյանը սպանվեց։ Լավ, այս հարցերը այնքան շատ պարարտողատալի բացահայտման համար, որ այստեղ նախաքննական գաղտնիքով ասել հիմա բան չանենք, որտեվ անջատված մասով քննություն է գնում։ Գիտեք, որ մեկուսանում ստի դետեկտորի հետ կապված Ալիկ Հարությունյանին հոգեմետ դեղ է ընտրվել, ով էր տվել։ Ալիկ Հարությունյանը ես այսօր հնչեցրեցի Փարիզում է, ոնց։ Ուր է Սամվել Ուզունյանը, ոնց։ Հաջողությամբ փակել են Հայաստանի սահմանը։ Դե գնացեք գտեք։ Բա հիմա դատախազությունը անընդհատ բողոքարկում է, կալան, շատ լավ։ Բայց այն ժամանակ չէին բողոքարկում այդ նույն process-ի արագացման դեմ։ Խնդիր կա չով էր հրահանգավորել, վերջին հաշվով կար երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Արագացված process։ Ուզունյանը ոնց հարստացավ անմիջապես։ Ինչ է հաշվին 27-ի արագացված դատավորության։ 27-ը պետքա բացահայտվի։ Ինչպես նաև մարտի 1-ը, որը դատավարության այսպես մանիպուլատիվ ձգձգման շնորհիվ մի անգամ գնաց փակուղի, հիմա կարող է նորից գնա փակուղի։ Էլի նույն պերսոնաժի հետ գործ ունենք։ Պողոս Պողոսյանը, Նայիրի Հունանյանի մայրիկի ընկերը, փողատվե որ ավտոմատ առն, մահացավ, սա մահացնում են, բայց այսօր շատ կարևոր վկաներ կան, որ Հայաստանում չեն։ Ինչ են կանում, որ վկաներ այստեղ լինեն։ Հա, կարելի ասել նախաքննության գաղտնիքից ելնելով, չենք ասում մարմիններ ինչ են եղել։ Չի կարա 27-ը որ առաջ բացահայտված չլինի։ Այսօր ես բավարարած չեմ, դուք 5 րոպե շուտ վերջացրեցիք եւ որևէ բառ հոկտեմբերի 28-ի մասին չեք ասել։ Որևէ բառ։ Տվեք մեզ հեռանկարը օր առաջ 27-ի թեման փակվելու։ Սոս Հրաչ Հարությունյանը մահացել է, որը նաեւ օպերատիվ ապահովումներ ապահովում 27-ի գործի։